Բարև ձեզ։ Երեխեք, լավ եք։ Մենք անցած տարիներ հետ խոսացինք այս տան պատճառով։ Դուք ասիք սաղ լավ կլինի, դուք կանչեցիք գագի կանչեցիք, որ այս տան համար Գագի ես տունը խիչ ես սարքել։ Դուք չի հույսով արիք, բայց ես նոր եմ վիրահատվել, սա ոչ ես Այն տարեկան եք դուք։ 61։ Հա։ Ոչ մի բան։ Առողջանապահովությունից չեք օգտվում։ Սաղ գիտեն, որ ես առողջություն ոչ մի բան չունեմ, նոր եմ Բայց տան հետ կապված հիշում եք այս դեպքը։ Գագիկ ով էր, որ դուք կանչեցիք գագի, եկան։ Անցած տարի։ Անցած տարի։ Բայց մենք այդտեղ ինչ պարտավորություն ունի պետությունը, այդ եմ ուզում հասկանալ։ Չի կարող օգնել։ Չէ, ու օգնելը ուրիշ հարց է, պարտավորություն ունենալը ուրիշ հարց։ Տան հետ կապված որ խնդիր է ալնում, առաջին խնդիրը որ ես դնում եմ օգնականների առաջ հետևյալն է, պարզեք պետությունը քաղաքացու նկատմամբ ունի պարտավորություն թե չէ։ Եթե ունի, այդ պարտավորությունը պետքա կատարվի։ Մենք սենցել այս տաններ հենց սենցել։ Չէ, բայց ձեր սեփականությունն է, բայց հասկանում եք, մենք ուրիշ հիմա սոցիալական Հալա որ նպաստ ունենք, ոչ ասենք 61 տարեկան գնանք մեռնենք։ Չէ, բայց ով ասում մնալ։ Նպաստ չունեմ, գնամ մեռնեմ։ Չէ, ոչ մեկ չի ասում գնացեք Ես մեռնեք։ բանկից փող եմ վերցրել, ու այդ բանկի փողը չեմ կարող տամ։ Դե մենք ենք մեղավոր դրանում։ Բայց մենք ներկայանում ենք, որ խնդրեք օգնեք, եթե մենք ներկայանում Մենք օգնենք, բայց մեր օգնությունը նրա մեջ է, որ քաղաքացիները այդ վիճակից դուրս գան, աշխատեն, աշխատանքով այդ վիճակից դուրս ասենք աշխատում են, կոմունալ են ուծում, ուտիլ են ներողություն, ձեր ակնկալիքն ինչ է, որ մենք ինչ անենք։ Ինչ անենք մենք։ Առավել եւս հիմա ես որևէ նյութական Առավել եւս հիմա ես չեմ կարող որևէ նյութական խոստում տալ, որովհետեւ նախընտրական շրջան է եւ օրենքը շատ խստիվ դա արգելում է։ Մենք ինչքան ձեզ նամակներ են գրել, չի հասել։ Չէ, հասել է նամակը, բայց ճիշտ հասկացեք, մենք առաջին հերթին օգնում ենք սոցիալական ամենախոցելի խմբերին եւ չենք կարող մենք ուղղակի ասել լավ բոլոր Հայաստանի չաշխատող մարդկանց տունը կսարքենք, հացը կտանք, ես կանենք, Մարդ որ մոտիկան խնդրում է, ասել դա ապահով ընտանիք։ Շատ լավ, բայց հազարավոր, տասնյակ հազարավոր այդպիսի դիմումներ կան։ Մերել ասա։ Չէ, բայց Փառք Աստծո, շատ լավ տեսք ունեք, Փառք Աստծո վիրահատվել։ Տեսք ինչի՞ տա պետք է որ մեջը, ասма խնձորը սիրուն է, բայց մեջը փտած է։